Պաշտպանության նախարարության մոտ բախումներից հետո գերատեսչությունը կատարել է զայրացած ծնողների պահանջը ու երկուշաբթի անհետ կորածների հարազատներին ընդունել է ԳՇՊ Էդվարդ Ասրյանը։ Որոշվեց, որ անհատական ինքը մեր գործերին ծանոթանա, հետևողական եղնի։ Ինքը հանդիպում կազմակերպի ամեն անհատական ծնողների հետ, որ գործերին ծանոթանա։ Մինչև չհանդիպենք, մինչև չներկայացնենք մեր փաստերը, մենք լավ որ հույս չունենք ոչ մի կառույցից։ Կտրականապես հերքում են անհետ կորածին ծառայողների ծնողները նախարարության մոտ քաշքշուկներից հետո մամուլում հայտնված լուրերը, թե իրենք գործիք են Փաշինյանի ձեռքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ արշավ անելու համար։ Չգիտեմ իրանք որտեղից են այդպես բան վերցրել, հարցը մեր երեխեքն են։ Մենք քաղաքականությամբ ոչ զբաղվում ենք, ոչ էլ մեր երեխեքին ով բերեց հալալեղնի։ Մամուլը գրում է, թե Հայաստանի վարչապետին զայրացնում է Պապիկյանի բարձր ռեյտինգը ԿՊ-ում։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ու անարդար է համարում Փաշինյանը, որ պաշտպանության նախարարի փոխարեն հաճախ ինքն է թուքումուր ուտում։ Պետք է շտապեմ տեղեկացնել, որ դժգոհություն չկան Պապիկյանի աշխատանքից թիմում։ Խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալը վստահեցնում է, իրենց խմբակցությունում հակասություն, նեղվածություն, անհասկացվածություն չկա։ Թե գերիների, թե անհետ կորածների հարցով ակտիվորեն զբաղվում են 5 տարի է։ Պարզապես շատ չեն խոսում, որ չվնասեն։ Եթե որևէ տեղեկություն հրապարակենք, այդ տեղեկությունները կարող են վնասել որևէ գործընթացի, հետևաբար թույլ տվեք ներողություն խնդրել եւ չխոսել որևէ տեղեկության մասին։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համոզված է, իշխանությունը վաղուց ձեռքերը լվացել է գերիների անհետ կորածների մասով։ Ու ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ոչ կառավարության, ոչ ԱԱԾ-ի, ոչ էլ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները դժվար թե օրակարգ բերեն այդ հարցը։ Միայն 44-օրյա պատերազմի ժամանակ 101 անհետ կորած զինծառայողի մասին պաշտոնական տեղեկություն կա։ ԱԱԾ պետը գնում է Բաքու, ասում են գնացել է Բաքու, այդ այցի շրջանակներում օբյեկտիվորեն հարցեր են առաջանում, այդ այցը ձևական է, եթե դու գնացել ես այնտեղ եւ հարց չես լուծել, այդ մարդկանց որևէ պատասխան չես տվել, դա բնականաբար անընդունելի են համարում անհայտության մեջ գտնվող մարդկանց հարազատները։ Փաշինյանի խոնարհումը մայրերի առաջ ակնհայտ ձևականություն է ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ։ Այն դեպքում, երբ նա պատրաստ է միջազգային ատյաններից հետ կանչել մեր գերիների, անհետ կորածների վերաբերյալ հայցերը։ Ընդդիմադիր պատգամավորները սակայն չեն բացառում, որ պայմանավորվածություն ունենա Փաշինյանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Ընտրություններին ընդառաջ վերադարձնի Բաքվի բանտերում ամեն օր նվաստացող տասնյակ գերիներից մի քանիսին։ Գայանե Մովսիսյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։